ներկայիս իշխանությունը Շատ դուք շատ եք հարցազրույցներ տվել, պատասխանել, բայց քանի որ հիմա այս նախաձեռնությունն է մեկ անգամ եւս նախ կարծում եմ այն որ Սրբազանի հոր կողքին եմ եղել առաջին օրվանից ու մինչև հիմա նույնիսկ հիմա չեմ հասնում Սրբազանի հորից ներողություն եմ խնդրում, երբեմն չեմ հասնում գնամ իրան տեսակցության, բայց վստահ եմ երբ որ շատ ավելի ակտիվ փուլով լինեն, իր կողքին կլինեմ, որովհետև ես ամենասկզբից էլ ասել եմ իմ հավատը դեպի իրեն եղել է կա ու դեռ կլինի վստահ շատ երկար տարիներ, որովհետև նայեք նույնիսկ հիմիկվա կատարվող այս խաժամուժա վիճակը նույնիսկ ընդդիմադիրների արանքում նույնիսկ դա է ապացուցում, որ այս մարդու մաքրությունը վերևում է մնում շատ ավելի վերևում ու ես իսկապես այնքան ուրախ եմ, որ ընտրությունս իր վրա է կանգնած եղել ու իր կողքին եմ եղել կանգնած, բայց ես չեմ կապում իր հետ, որովհետև չի վստահում բոլորը։ Հիմա ում էլ կանգնեք, հարցեք, միգուցե ամաչում են կամերաներից մոտենան, ինչին վստահ եմ։ Վստահ եմ, որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, որտեղ որ փող զիջումների կարծես թե մասին է խոսվում, բայց մենք ենք անդադար զիջում, ինչին վստահ եմ։ Վստահ եմ, որ այդպես էլ ես չտեսա 44-օրյա պատերազմի զոհերի հստակ ոչ թիվը, ոչ էլ անունների ցուցակը։ Վստահ եմ, որ կասկածի տակ են դնում Եղեռնի զոհերի թե հիշատակը, թե ընդհանրապես այդ կատարված ցեղասպանությունը։ Ինչին վստահ եմ, որ օրինակ մի օրինակ ասեք, այս ինչին վստահ, ոչինչի չեմ վստահում, չէ։ Չեմ վստահում, ասեմ ինչի, որովհետև իրենք այնքան ճղճիմ են վերաբերվում մարդկանց հետ, ովքեր սիրում են հայրենիքը, որ իսկապես վստահության իմ մոտ ամենայն դեպս ոչ մի նշույլ չեն թողնում։ Պայմանագրի մասին խոսեցիք նշելով, որ չակերտավոր խաղաղության պայմանագրի ազգային ժողովի նախագահը նշում է, ես զարմանում եմ, թե մարդիկ այդ փաստաթուղթը չեն տեսել, չգիտեն ինչի մասին է, ինչի դեմ են կռվում։ Ցույց տվեք, տեսնենք։ Ցույց տվեք, մենք էլ համոզվենք, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեսել ենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթերից կետերի մեջ վստահ նշված էր, որ 120,000 արցախցի պետք է ապրի իր հողում։ Նշված էր, չէ՞։ Այդ տեսել ենք։ Ուր է ձեր ստորագրած պայմանագիրը, ինչ արեցիք դուք Արցախի հետ։ Ինչ արեցիք, ու ես գիտեք այդ մասին խոսելուց ամենաբարձրն եմ գոռում միշտ։ Ինչի որտեվ ես այդ մարդկանց օգնողներից մեկն եմ եղել, իհարկե իմ հայ ազգի շնորհիվ, բայց իմ համար ես այնքան բան եմ տեսել այդ օրերին։ Ու միջև հիմա էլ այդ մարդիկ այնպիսի վիճակում են, որ եկեք լռենք էլի, փաստաթղթերից, ձեր գրածից, ձեր արածից ու ձեր այն որ տեսնելուց ու մեր չտեսնելուց։ Տեսել ենք, ամեն ինչ տեսել ենք։ 44 օրյա պատերազմ ենք տեսել։ Ի տարբերություն ձեզ մենք գնում ենք եռաբլուր, տեսնում ենք զոհված հերոսների ընտանիքներին, մայրերի աչքերի մեջ ենք կարողանում նայել ու չգիտենք, մենք էլ չգիտենք ինչ ասել, բայց ի տարբերություն ձեզ գոնե հաճախ գնում ենք եւ այդ դրոշներն ենք տեսնում։ Ի տարբերություն ձեզ տեսնում ենք եռաբլուրի մեծանալը, ի տարբերություն ձեզ տեսել ենք իրանցի պատը, ի տարբերություն ձեզ այդ ամեն ինչը տեսնում ենք։ Ինչա նշանակում չեք տեսնում պայմանագրի կետերը։ Բա ցույց տվեք, եթե մի րոպե մի բանը համաձայնեցված է, օրերից մի օր պիտի ցույց տան, չէ՞, բա համաձայնեցված է, ցույց տվեք, ինչն է մնացել, ինչն է պրոբլեմը։ Ցույց տվեք, մենք էլ իմանանք, այդ ինչ երկու կետեր վերջում, որ տենց արագի մեջ ինչ որ սենց վրազ ստորագրեցիք ու մենք էլ տենց էլ չիմացանք այդ ինչ երկու կետի մասներ խոսքը ու ինչի է միշտ ինչ որ ստորագրվում է մեզի վնաս հայերիս այդ տենց եկեք ուղղակի տայինք իրանց ամբողջ այդ կարճնաս տվել ենք էլի ամեն անգամ դա ասում եմ ու հասկանում եմ որ տվել ենք Շատ վատ է Իսկ ով է իրանց թույլ տվել ներողություն էլի ով է թույլ տվել իրանց իմ փոխարեն իմ զավակների իմ պապերի կամ իմ հայրերի փոխարեն որոշում կայացնել վերցնել այն հետ ինչը որ իրանք իրավունք չունեն վերցնելու այդ ձեր հերն ամենակ տվել էդի կամ ձեր եղբայրներն ու քույրերն են միայն զոհվել պատերազմներում կամ այդ բերեցիք այդ նույն ես գիտեք ինչում եմ ցավում ամենաշատը որ այդ նույն Հռոմի ստատուտը եւ մնացած ամեն ինչը որ բերեցին այստեղ սկսեցին վավերականացնել ասել որ պիտի անպայման լինի տենց էլ մեր ազգը այնքան կրթվածություն չունեցա որպեսզի իրականում այսօր հարց տասի բայց Հռոմի ստատուտը բերեցիք ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ասեմ ավելի շատ քիչ եմ մտնում հետաքրքրվում բայց իմ հայրենիքին վերաբերող հարց է ես այսօր ինձ հետաքրքիր է Հռոմի ստատուտը վավերացրեցիք ինչի համար վավերացրեցիք որ Ալիևի դերն ներկայացնեք ուրա մի հայտ ցույց կտա կարող է ես տեղյակ չեմ այդ հայտերի Չկա ոչ մի հայտ դրա հետ կապված։ Բա ինչ համար բերեցիք, ինչի համար, որ պծիճկա դնեք, որ այդ ընդ պծիճկայով էլ ներողություն իշխանություն եք, պծիճկայով իշխանություն եք, պծիճկայով ասֆալտը փռում եք,
Պտիչկայով ընտրություններ անում եք, պտիչկայով ձեր մարդկանց դնում եք, պտիչկայով էլ մեզ հանում եք այնտեղից որտեղից որ մենք բարեգործություն ենք անում։ Ես դա չեմ ներել օրինակ։ Գիտեք ինչ, որտեվ դա ինձ չեն հանել։ Հանեցին բոլոր այն զոհված հերոսների երեխաներին, ովքեր որ ում համար որ այդ նվերները հավաքվում էր։ Ես գիտեք, իսկապես ես մտածում եմ դե չեն իջնելու այդ աստիճան։ Okay, ես կարամ ունենամ իմ դիրքորոշումը, ընդդիմադիր, չընդդիմադիր կապ չունի։ Քաղաքացիական դիրքորոշում ունեմ ու դա նորմալ է, վախեցեք նրանցից ովքեր չունեն։ Անահիս Սարդարյան։